Շարունակում ենք Կորինթացիների նամակի ուսումնասիրությունը եւ այսօր պետք է ուսումնասիրենք Առաջի Կորինթացիների 14-րդ գլուխ 26-ից 28 համարները։ Արարչագործությունից սկսած մենք տեսնում ենք, որ Աստված կարգ ու կանոնի Աստված է։ Եթե կարդաք Ծննդոց գիրքը, առաջին իսկ համարներում երևում է նրա կարգ ու կանոնը։ Եվ այդ կարգ ու կանոնը տեսնում ենք Աստվածաշնչի յուրաքանչյուր համարներում, պատմության ողջ ընթացքում, անգամ հայտնության վերջին տողերում, երբ նա հրամայում է չավելացնել և չպակասեցնել իր խոսքը։ Ինչու՞։ Որովհետև այն միակ անշարժ, անփոփոխ ճշմարտությունն է, որը հաստատվել է միակ ճշմարիտ Աստծո կողմից։ Հետևաբար պետք է ամեն ինչում կարգ ու կանոն պահպանել։ Նրա ստեղծագործությանը, եթե փոքր ինչ մոտիկից ծանոթանաք, կտեսնեք, թե ինչպիսի կարգ ու կանոն է հաստատել այս անսահման տիեզերքի վրա։ Մեկ օրինակ բերեմ, գիտեք, եթե արևը մոտիկանա մեր մոլորակին 5%-ով, մեր մոլորակը կայրվի։ Իսկ եթե 5%-ով արևը հեռանա մեր մոլորակից, ապա նա կդառնա սառցե գունդ։ Այդպես է Աստված հաստատել, այդպես է Աստված ստեղծել և կարգ ու կանոն է դրել տիեզերքների միջև, իր ստեղծագործության միջև։ Տերը լինելով նաև կարգ ու կանոնի Աստված, իր ժողովրդին, իր խոսքը սիրող ու հնազանդվողներին, իր եկեղեցուն նույնպես հորդորում է լինել կարգ ու կանոնի ժողովուրդ։ Իսկ կարգ ու կանոն կարող է լինել միայն այնտեղ, որտեղ հետևում և հնազանդվում են նրա խոսքին, որովհետև նրա խոսքից դուրս կարգ ու կանոնը խախտվում է։ Բոլորը դառնում են եսասեր։ Իսկ այն, ինչ տեսնում ենք այսօրվա իրենց կոչող շատ համայնքներում, չի երևում, որ ճշմարիտ Աստծո ժողովուրդ են և հետևում են և հնազանդվում են նրա խոսքին, որից մեկը այսօրվա թեման է, որը պետք է խոսենք։ Անցած քարոզի ժամանակ 14-րդ գլուխ 20-ից 25 համարներում տեսանք, որ լեզունները նշանի համար էր, հատկապես անհավատ հրեաների համար էր։ 20-ից 22 համարը խոսած, և լեզուների սխալ կիրառության հետևանքը մենք տեսանք, որ տանում էր ծաղրանքի, այսինքն մարդիկ, ովքեր որ տեսնեն անհավատները, կասեն ինչ է, դուք խելագարվել եք, էս ինչ եք անում։ Եվ տեսանք նաև հակառակ պատկերը 24-ից 25 համարներում, որ մարգարեության ճիշտ կիրառումը, այսինքն երբ որ Աստծո խոսք ես բացատրում, մենք տեսնում ենք, որ դա տանում է անհավատներին, տանում է ապաշխարության անգամ, որովհետև մարդիկ ասում է արդեն երեսի վրա կընկնեն և կերկրպագեն Աստծուն ու կասեն, որ դուք իրապես Աստծուց եք։ Եվ անցած թեմայի հենց մեր գլխավոր միտքն էր անհավատների համար նախատեսված լեզուների այս կիրառությունը եկեղեցում առաջացնում էր ծաղրանք, իսկ մարգարեությունը աստվածպաշտություն։ Եվ տեսանք, որ լեզուները իր մեջ կրում էր 3 նշան. անեծքի նշան, օրհնության նշան և զորության նշան։ Հիմա եկեք կարդանք հաջորդ համարները, Առաջի Կորինթացիների 14-րդ գլուխ 26-ից 28 համարը և փորձենք Տիրոջ շնորհով մեկնաբանել։ Ուրեմն ինչպես անել, եղբայրներ, երբ մեկտեղ հավաքվեք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, լեզու ունի, հայտնություն ունի, թարգմանություն ունի, թող այդ ամենը հոգևոր շինության համար արվի։ Եթե մեկ անծանոթ լեզվով խոսի, թող 2 կամ ամենաշատը 3 հոգի լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի և թող մեկն էլ թարգմանի։ Իսկ եթե թարգմանող չկա, ապա թող լուռ մնա եկեղեցու մեջ և ինքն իրեն ու Աստծո հետ խոսի։ Ամեն։ Տեքստը այստեղ բաժանել եմ 2 մասի։ Առաջինը հետևյալն է, 26 համարը, շնորհները տրվել են հոգևոր շինության համար։
Դե եթե շինության համար են տրվել շնորհները, պարգևները, հետևաբար 26-27 համարները ավելի հեշտ է արդեն հասկանալ որպես երկրորդ պունկտ։ Երկրորդը հետևյալն է. հոգևոր շինության համար անհրաժեշտ է նախ կարգ ու կանոն եւ լեզուների թարգմանություն, որպես եկեղեցու շինություն լինի։ Եվ գլխավոր միտքը հետևյալն է. եկեղեցու շինության համար անհրաժեշտ է կարգ ու կանոն եւ հստակ խոսք։ Եկեղեցու շինության համար անհրաժեշտ է կարգ ու կանոն եւ հստակ խոսք։ Քարոզը վերնագրել եմ այսպես. լեզուներով խոսելու 4 պայմանները, որը մենք կտեսնենք։ Ուրեմն նոր կտակարանը միշտ տալիս է քրիստոնեական վարքի վարդապետական հիմք։ Մշտապես կա աստվածաբանական պատճառ գործելու այնպես, ինչպես մեզ կոչված է գործել։ Սա վերաբերում է յուրաքանչյուր հարցին։ Ճիշտ այնպես, ինչպես Պողոսը իր հռոմեացիներին ուղղված նամակի առաջին 11 գլուխները նվիրեց վարդապետական հիմքերի սահմանմանը, ապա հաջորդ գլուխներում 12-ից 16 գլուխներում խոսած դրանց գործնական կիրառման վերաբերյալ եւ տվեց պատվիրաններ։ Այնպես էլ այստեղ նա օգտագործում է Պողոսը 14-րդ գլխի առաջին 25 համարները եւ 26-ից 40 համարներում կոչ է անում վարդապետական հիմքը դնելու համար։ Եվ 26-ից 40 համարներում հիմնականում շեշտվում է, որ լեզուներով խոսելը ըստ աստվածաշնչյան կանոնի նշանակում է խոսալ հերթով, կարգով, ըստ աստվածային մոդելի, ի տարբերություն կորինթացիների մեջ տիրող այս անկարգությանը։ Անկախ նրանից նրանք ունեին սաղմոս, քարոզ, լեզու, հայտնություն թե մեկնաբանություն, բոլորը ցանկանում էին միանգամից խոսել։ Նրանք հետաքրքրված չէին ծառայությամբ, ուսուցմամբ կամ շինությամբ, այլ ինքնաարտահայտմամբ եւ ինքնագովեստով։ Յուրաքանչյուրը ձգտում էր ուշադրություն հրավիրել իր վրա եւ ցույց տալ իր գերազանցությունը մյուսների նկատմամբ։ Եկեք ուրեմն սկզբից մեր ուշադրությունը կենտրոնացնենք առաջին բառի վրա։ Տեսեք ինչ է ասում։ Ուրեմն, ինչպես անել։ Ուրեմն այս բառը Պողոսը 14-րդ գլխում օգտագործում է 5 անգամ, 11 համարում, 15 համարում, 22, 23 եւ 26 համարներում։ Այս շաղկապը օգտագործում է երկու դեպքում։ Առաջինը, երբ օրինակների միջոցով որպես վերջաբան եզրակացություն է անում, կամ էլ հստակ պատվիրան է տալիս, թե ինչպես պետք է անել տվյալ հարցի հետ կապված։ Պետք է կարդամ բոլորը, որովհետև այն լեզուներով խոսացող համայնքները, ժողովուրդը այս բաներին ուշադրություն չեն դարձնում եւ շատ մարդկանց հետ եմ խոսում, ես զգում եմ, որ այս մարդկանց համար քերականությունը դա ինչ որ երրորդ, չորրորդական ինչ որ բան է, բայց չէ, եկեք կարդանք, տեսեք շաղկապը ոնց է, նա սկսում, թեման կա, խոսում է, ասում է, դե Պողոսը ուժեղ ռետոր էր, ինքը ռետորաբանորեն բարձրացնում է կարծես հարցերը եկեղեցուն, որը որ եղել է, եւ բերում է օրինակների միջոցով ու տալիս է արդեն հստակ պատվիրան կամ եզրակացություն, թե ինչ պետք է արվի կամ ոնց պետք է արվի։ 11 համարը ուստի իմիջայլոց լավ, հեսա կասեմ։ Տեսեք, սա ուրեմն հուներեն, այս ուրեմն բառը հուներեն ուն բառն է, ուն, որի հոմանիշներն են այսպիսով, հետևաբար, ապա, ուստի, բոլորը այս նույն ուն տերմինի մեջ է մտնում։ 11-ը, ուստի, եթե ձայնի իմաստը չհասկանամ, ես խոսողին օտար կլինեմ եւ խոսողն էլ ինձ օտար կլինի։ 15 համարը, ուրեմն ինչ պիտի աղոթեմ հոգով, նույնպես պիտի աղոթեմ հասկացողությամբ։ Սաղմոս պիտի երգեմ հոգով, նույնպես պիտի երգեմ հասկացողությամբ։ 22 համարը,
Ուրեմն լեզուները նշանի համար են ոչ թե հավատացյալի, այլ անհավատների համար։ 23-ը ուրեմն եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի եւ բոլորը լեզուներով խոսեն, այնտեղ չիմացող կամ անհավատ մեկը մտնի, կասի դուք գժվել եք։ Դուք տեսնում եք ինչ այս ուրեմնը, այսինքն իր եզրակացությունները ինչա տալիս լեզուների հետ կապված։ Եվ 26 համարը ուրեմն ինչպես անել, ինչպես անել։ Հիմա հարցը արդեն գալիս ենք այդ ուղղության վրա։ Լեզուների արդեն ամփոփումն է, վերջաբանն է տալիս։ Ուրեմն ինչպես անել, եղբայրներ։ Այս շաղկապը Աստծի օգտագործում է երկու դեպքում։ Տեսեք, այսինքն այս խառնաշփոթը, որը ստեղծել էին կորինթացիները, հիմա Պողոսը հստակ պատվիրում է, թե երբ, որտեղ եւ ինչպես պետք է կիրառել տվյալ պարգևը։ 20-ից 25 համարներում բացատրելուց հետո, որ լեզուները հավատացյալների համար չեն, այս նույն շաղկապը օգտագործում է ցույց տալով, թե ինչ եւ ինչպես պետք է անել, որը արդեն ասել էր. եթե լեզուներով խոսեք, մարդիկ կծաղրեն, կասեն գժվել եք, իսկ եթե հասկանալի լեզվով խոսեք, բացատրեք, կասեն, որ դուք իրապես Աստծուց եք եւ կապաշխարեն։ Հիմա նա ասում է սաղմոս ունեք, սաղմոս ասեք, վարդապետություն ունեք, ուրեմն սովորացրեք։ Եվ այստեղ լեզու բառը, որ ասում է, եթե լեզու ունեք, ուրեմն գլոսա բառն է հուներեն, որը թարգմանվում է որպես խոսք, այսինքն եթե դուք խոսք ունեք, ուրեմն խոսքը ասեք։ Այսինքն եթե մեկը խոսք ունի ուրիշ լեզվով, թող ասի, հետագայում ասում է, իսկ մյուսը թող թարգմանի։ Ինչու է սա ասում, որովհետև կային մարդիկ, ովքեր իրապես խոսում էին այլ լեզուներով, բայց կան նաև կեղծ լեզվով խոսողներ։ Եվ որպեսզի թե բացահայտվի կեղծը եւ թե կարգ ու կանոն լինի եկեղեցում, նա ավելացնում է, որ պետք է թարգմանվի։ Եվ քանի որ կորինթացիները չունեին համբերություն, կարգ ու կանոն, եկեղեցում անծանոթ մեկը եթե մտներ, կասեր, որ նրանք խելագարվել են։ Այդ պատճառով էլ պետք էր այդտեղ հերթականություն, եւ որին պետք է հաջորդեր թարգմանությունը։ Եվ 26 համարում, որ ասում է, եթե մեկը հայտնություն ունի, այս բառը, որը ասվում է, ով հայտնություն ունի, դա հուներեն ապոկալիպսիս բառն է, որը նշանակում է բացահայտում, լուսավորություն։ Այսինքն մեկը, ով Աստծո խոսքի իմաստը հասկացավ, որը հիմա մենք անում ենք, չէ, ներկա պահին բացատրում ենք, թող նա խոսի, բացահայտի, լուսաբանի մարդկանց։ Այսպիսի խառնաշփոթի եւ անկարգության պատճառով Պողոսը հստակ պատվիրան է տալիս, թող այս ամենը լինի շինության համար։ Օյկոդեմո բառն է հուներեն այս շինությունը, բառացի նշանակում է ուրեմն շինարարություն, տուն կառուցել կամ ստեղծել։ Փոխաբերական իմաստով այն վերաբերվում է հոգևոր աճին, զարգացմանը կամ հասունացմանը։ Յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքը կարիք ունի շինության, աճի եւ զարգացման, մինչեւ իր լիակատարությանը եւ ավարտին հասնելը։ Քրիստոնյաների առաջին պարտականությունն է շինել միմյանց, անընդհատ իրենք ուսմունքով, ես մի բան եմ հասկացել, քեզ ասեմ, դու տկար ես, ես քեզ քաջալերեմ եւ այլ, այսինքն մեր պարտականությունն է, որ մեկս մեկուն անընդհատ ծառայենք որպես շինություն։ Շինությունը եկեղեցու ծառայողների հիմնական պարտականությունն է, բայց դա նաեւ մյուս բոլոր քրիստոնյաների պարտականությունն է։ Յուրաքանչյուր հավատացյալ կոչված է ուրիշներին կերտելու, յուրաքանչյուր հավատացյալ։ Այո, տեսեք, Եփեսացիների 4-րդ գլուխ 11-ից 13 համարը այսպես է ասում. Եվ նա մի քանիսին տվեց Տերը, մի քանիսին տվեց, որ առաքյալներ լինեն, մի քանիսին մարգարեներ, մի քանիսին վարդապետներ, մի քանիսին հովիվներ ու ուսուցիչներ, սրբերի կատարելության համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև բոլորս էլ հասնենք հավատի միասնության եւ Աստծո որդու ճանաչմանը, կատարյալ մարդ լինելու, Քրիստոսի կատարյալ հասակի չափն ունենալու։
Տեսնում եք, այսինքն այո, մենք ունենք այս պարտականությունը եւ մենք անում ենք։ Եվ սա չի նշանակում, որ միայն եկեղեցու հովիվները ունեն պարտականություն մարդկանց որպես շինություն ծառայելու։ Այո, մեր պարտականությունն է քարոզել խոսքը, վարդապետություն քարոզել, ուսուցանել, բայց այն ինչ նաեւ որ դուք եք սովորում, դուք էլ պետք է ուրիշներին օգտակար լինեք։ Տեսեք, շինարարության մեջ կան ճարտարապետներ, չէ, բոլորդ էլ տեղյակ եք, տեխնազորներ, բրիգադներ եւ այլ շատերը, բայց եթե չլինեն վարպետներ, բանվորներ, շենքը երբեք չի կառուցվի։ Նույնը նաեւ եկեղեցում կան առաջնորդներ, բայց այն առանց եկեղեցու անդամների աջակցության, համատեղ համագործակցության առանց նույն նպատակը ունենալու, եթե բոլորս չունենանք այդ նույն նպատակը, այն չի աճի եւ առաջ չի գնա։ Հետեւաբար հովիվներին, առաջնորդներին, պետք են ժողովուրդ, ովքեր որ պետք է համագործակցեն իրենց հովվի հետ։ Ուրեմն մխիթարեցեք միմյանց եւ կառուցեք միմյանց, ինչպես որ անում եք, ասում է առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլուխ 11 համարում Պողոսը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հաճեցնի իր մերձավորին նրա բարօրության համար, որպեսզի կառուցի նրան, որովհետև Քրիստոսն էլ ինքն իրեն չհաճեցրեց, նույնպես ասում է Պողոսը Հռոմեացիների 15-րդ գլուխ 2-3 համարում։ Մատթեոս 20-րդ գլուխ 28 համար, ինչպես որ մարդու որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որպեսզի ինքը ծառայի եւ շատերի փոխարեն իր կյանքը որպես փրկագին տա։ Մեր Տերը աշխատեց ոչ թե իր սեփական օգտի համար, այլ նրանց օգտի համար, ում փրկելու էր եկել։ Հետևաբար, պարգևները, շնորհները տրվում են մեզ, որ մենք դիմացիներին ծառայենք, այլ ոչ թե անձնական կերտման համար։ Այդ պատճառով ես մի քանի համարներ կարդացի, թեպետ համարները բազում են, Կարդացի նրա համար, որ տեսնենք, որ մեր պարտականությունն է, լինեմ հովիվ, թե եկեղեցու շարքեն ամենավերջի աթոռին նստած լինեմ, իմ պարտականությունն է, որ ես լցվեմ Աստծո խոսքով, իմաստությունով եւ կարողանամ եկեղեցու որոշ անդամներին, տկարներին կապ չունի, մեկս մեկուն առաջ տանենք։ Իսկ այսօրվա եկեղեցիներում սովորեցնում են, որ մարդիկ իրենք իրենց կերտեն, իրենք իրենց մասին հոգ տանեն։ Միթե սա հակա աստվածաշնչյան ուսմունք չէ։ Սա սիրո պակասի դրսևորում է։ Այսօրվա քարոզիչները սովորեցնում են, որ հոգևոր միջոցները օգտագործեն իրենց շահի համար, իրենց առօրյա եւ կենցաղային ցանկությունները իրականացնելու համար։ Ինչպես Պողոսը կրկնում է 14-րդ գլխում, Կորինթացիների սիրո պակասի եւ հոգեվորապես անհասունության հիմնական ապացույցը նրանց եսասիրական մտահոգությունն էր իրենց նկատմամբ եւ որպես հետևանք Քրիստոսի մեջ իրենց եղբայրների եւ քույրերի կառուցման եւ հոգեվոր աճի նկատմամբ նրանց վերաբերմունքը սահման չուներ, այսինքն նրանք մտահոգված չէին ընդհանրապես եկեղեցու անդամներով։ Նրանք մտահոգված են իրենց անձը բարձրացնելով, հոգևոր միջոցները կիրառեն, որ իրանք լավ երևան։ Եվ այսօր եթե տեսնեք, անգամ իրենց հայացքներից էլ երևում է, որ այսօր շատերը իրենք իրանց կարծես ռեկլամ անեն, ուզենան, որ դու իրանց շատ տեսնես։ Դրա համար նրանք սիրում են բեմերի վրա ծափահարությունները եւ այլն։ Նրանք, ինչպես Պողոսը պատվիրեց, չեն հետապնդում այն բաները, որոնք նպաստում են խաղաղությանը եւ փոխադարձ շինությանը։ Հռոմեացիների 14-րդ գլուխ 19 համարում ասում է. ուրեմն հետևեք խաղաղությանը եւ միմյանց ամրապնդելուն։ Խաղաղությանը եւ միմյանց ամրապնդելուն։ Մյուսներին շինելը ներդաշնակություն է ստեղծում, բայց եսասիրությունը անխուսափելիորեն հանգեցնում է անհամաձայնության։ Քրիստոնյաները կերտվում են միայն մեկ բանով՝ Աստծո խոսքով։ Այն միջոցն է, որի միջոցով տեղի է ունենում հոգևոր աճը։ Երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ 16-17 համարում ինչ է ասում։ Ամբողջ գիրքը Աստվածաշունչ է, ամբողջ գիրքը Աստվածաշունչ է։
եւ օգտակար վարդապետության հանդիմանելու, ուղղելու եւ արդարությամբ խրատելու համար։ Ինչու՞, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի ամեն մի բարի գործերի համար պատրաստված։ Եթե Աստծո խոսքը քո մեջ չի, ինչ բարություն, դու ոնց կարաս դու դիմացինիդ օգտի համար մտածես, դիմացինիդ շահի համար մտածես, բայց մինչև բարի լինելը դու այս ճանապարհը պետք է անցնես, դու պետք է կրթվես, դու պետք է սնվես, ուտես Աստծո խոսքը։ Ինչու՞, որովհետև հենց սա է միակ հոգևոր աճի միջոցը։ Եվ երբ որ դու հոգևորապես կաճես, այլ ձևականորեն չես ասի, ես քեզ սիրում եմ, եղբայր քույրես, այլ դու գործնական հստակ քայլեր կանես։ Եվ յուրաքանչյուր հավատացյալ պետք է կատարելագործվի օգտագործելով հենց այս միջոցը։ Երկրորդ, հոգևոր շինության համար տալիս է անհրաժեշտ հրահանգ։ Անհրաժեշտ է կարգ ու կանոն եւ թարգմանություն։ 27-28 համարներում Պողոսը լեզուների պարգևն օգտագործելու 4 կանոն է տալիս։ Առաջին, միայն 2 կամ 3 հավատացյալ կարող են խոսել ծառայության ժամանակ։ Երկրորդ, նրանք պետք է հերթով խոսեին։ Երրորդ, իրենց ասածը պետք է թարգմանվեր, եւ չորրորդ, եթե թարգմանող չկար, նրանք չպետք է խոսեին, այլ պետք է լուռ մնային։ 4 կանոն է բարձրացնում։ Ուշադիր այս տողերը կարդացողները հասկանում են, որ սա մարդկային լեզվի մասին է խոսքը, որտեղ հստակ խոսք պետք է լիներ, որը թարգմանության միջոցով շինություն պետք է տար համայնքին, այլ ոչ թե այն տարօրինակ հնչյունները, որ այսօր մենք լսում եւ տեսնում ենք։ Ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ընդօրինակել են հեթանոսական էքստազի մեջ ընկնելը, այսօրվա այդ դիվային լեզուները որ կան, Սուրբ Հոգին չի գործում այդ մարդկանց միջոցով, ովքեր ինքնատիրապետում չունեն։ Տեսել եք, չէ՞ թե ոնց են անջատվում պահի տակ։ Իսկ Տերը իր բոլոր պարգևները մատուցում է գիտակից արթուն մտքի վիճակում գտնվող սրբերի միջոցով։ Առաջին, նախ եթե որևէ մեկը ասում է խոսում է անծանոթ լեզվով, պետք է խոսեն 2-ը կամ առավելագույն 3-ը։ Լեզուներով խոսելու ցանկացած ծառայության ժամանակ թույլատրվում էր խոսել ամենաշատը 3 հավատացյալի, բայց ցանկալի էր 2-ը, որպեսզի թարգմանիչը կարողանար թարգմանել։ Չնայած Պողոսը սովորաբար օգտագործում էր լեզու բառի, если ասենք, հա, մենք մինչև այս համարները միշտ ասել ենք, որ կա եզակի թիվ, որտեղ խոսում է իրական պարգևի մասին։ Մնացած սա բացառություն է։ Մնացած տեղերում լեզու բառը օգտագործում էր այդ հեթանոսական այդ սովորությունները։ Ուրեմն օգտագործում է լեզու բառի եզակի թիվը կեղծ պարգևների մասին խոսելուց, բայց այստեղ նա խոսում է իրական պարգևի մասին։ Անհավանական է հենց միանգամից սա ասենք, որ նա հրահանգներ տար Պողոսը կեղծ պարգևի օգտագործելու վերաբերյալ։ Եվ երբ լեզուներով էին խոսում, որը պետք էր նաև թարգմանվել, դա պարզ է, որ խոսողը թեպետ ուներ մի քանի լեզուների պարգև, օրինակ հուներեն, արաբերեն, անգլերեն, պարսկերեն, բայց նա խոսում էր մեկ լեզվով, այլ ոչ թե 2 բառ անգլերեն, 3 բառ հուներեն, 7 բառ պարսկերեն եւ այլն։ Այստեղ առաքյալը եզակի թվով օգտագործում է լեզու բառը, որը նշանակում է մեկ մարդ, որը կխոսի մեկ լեզվով։ Երկրորդ, այս 2 կամ 3 մարդիկ չպետք է միաժամանակ խոսեն, ինչպես ընդունված էր կորինթացիների մոտ, այլ մեկ առ մեկ առանձին։ Սա պահանջում է լինել կարգ ու կանոն։ Ինչու էր սա պարտադիր։ Եթե մի քանի մարդ միաժամանակ խոսում են լեզվով, ապա քաոս է սկսվում։ Իսկ եթե նրանք միաժամանակ խոսում են տարբեր լեզուներով, չէ՞, ապա լիակատար քարոզ է սկսվում։ Դա արդեն հոգեկան շեղումների է տանում։ Դե պատկերացրեք մենք հիմա այստեղ բոլորս իրար հետ խոսանք, մեր հայերեն լեզվով,
Նայեք, դե քաոսա չէ սկսվում։ Դե պատկերացրեք հիմա ես խոսեմ անգլերեն, դու ֆրանսերեն, մեկը իտալերեն, մեկը ինչ կկատարվի։ Պատկերացնում եք ժամանակակից խարիզմատիկ շարժման դեմ ուղված ամենաուժեղ մեղադրանքներից մեկն այն է, որ խարիզմատները տարածված սովորություն ունեն միաժամանակ խոսելու, աղոթելու եւ երգելու այդ անհասկանալի լեզուներով եւ նրանց ընդհանրապես տեսեք չի հետաքրքրում, որ մեկը հասկանում է թե չի հասկանում, բայց այստեղ տեսնում ենք մենք հստակ պատվիրաններ։ Եվ հիմա հարց է առաջանում, եթե պնդում եք, որ ձերը ճշմարիտ լեզվի պարգև է, ապա ինչու չեք պահում այս կարգ ու կանոնը, որը հրամայում է Սուրբ Գիրքը, որ նախ 2 կամ ամենաշատը 3 հոգի պետք է լինի, մեկը մյուսից հետո պետք է խոսի, իսկ մյուսն էլ թարգմանի։ Եթե թարգմանող չկա, լուռ մնացեք։ Ինչու չեն անում այս բանը։ Գիտեք ինչու։ Այդպես չեն անում, որովհետև կբացահայտվի իրենց կեղծ պարգևը, որովհետև ոնց թարգմանի մի բան, որը գոյություն չունի, ոնց թարգմանեն։ Դրա համար իրանք չեն հետևում այս կարգ ու կանոնին։ Այնպես որ սա Պողոսի պատվիրանի հստակ խախտում է։ Հիմա հարց, եթե մեկը գիտակցաբար խախտում է Աստծո կողմից տրված պատվիրանը, այսինքն մերժում է բառի բուն իմաստով, կարող է նրա մեջ բնակվել հոգին եւ առաջնորդվել Տիրոջ տված պարգևներով։ Միանշանակ ոչ։ Ինչը իրանք այս համարները չգիտեն, գիտեն։ Այնպես որ այս ամենը ինչ անում են, Աստծուց չէ։ Երրորդ, թող մեկ ասում է թարգմանի։ Լեզվով խոսված ամեն ինչ պետք է թարգմանվի եւ ակնհայտորեն միայն մեկ մեկնաբանի կողմից։ Հուներեն բնօրինակը այստեղ օգտագործում է շեշտադրող արտահայտություն, ցույց տալով, որ խոսքը միայն մեկ անձի մասին է։ Պողոսը բացատրում է, որ մինչդեռ 2-ին կամ 3-ին թույլատրվում էր հերթով լեզուներով խոսել, բայց միայն մեկը պետք է թարգմանի ասվածը։ Այս վերջերս տեսեք մի տղայի հետ էի խոսում, հարցրեցի, երբ խոսում եք լեզուներով թարգմանում եք, ասաց դե ժամանակին չէ, բայց հիմա եղբայրները փորձում են թարգմանել։ Եղբայրս, դա չեն փորձում թարգմանել։ Ձեր փորձելը արդեն խոսում է այն մասին, որ ձեր լեզուները կեղծ են, թարգմանիչներն էլ նույնպես։ Տերը չի տվել լեզուներ եւ ասել է փորձեք թարգմանել։ Ինչպես Դերեկ Պրինսը, մեդիտացիա էր անում, մի օր սովորացնում էր համայնքին, ասելով հələ փորձեք թարգմանել, փորձեք եւ այնտեղ կրկնում ենք։ Տերը ասում է գնա եւ ավետարանը քարոզի։ Ինչա մենք տեղյակ չէինք դրա մասին, ինչա մենք Մատթեոս 28-րդ գլուխ 19-20 համարը չէր ասել դա, որ դու պիտի թարգմաներ, որ մենք նոր իմանանք։ Հետևաբար այնինչ որ դու փորձում են որ թարգմանեն, բնականաբար այդ փորձի մեջ կարող լինի լիքը շեղումներ, լիքը բավականին, շեղումներ կամ էլ որոշակի ինչ պետք է լինի ավետարանից հենց համարներ իբրև փաստելու թե իրենցը ճշմարիտ է։ Եթե ավետարանից է, մենք ունենք այդ ճշմարտությունը, հետևաբար որ չէ լեզուների կարիք կա, ոչ դրա թարգմանության կարիքը կա։ Իսկ եթե չեք թարգմանում, ուրեմն լուռ մնացեք։ Հիշեք մի կարևոր բան, եթե Տերը տվել է լեզուները, 100% տվել է նաև թարգմանիչ, որպեսզի այդ եկեղեցում խառնաշփոթություն չլինի։ Եթե կա այդ պարգևը, հստակ Սուրբ Գրքի ձերում է, որ թարգմանողներ էլ կան, 12-րդ գլխում ենք տեսնում, 14-րդ գլխում, որպեսզի մարդիկ լսեն եւ շինություն լինի։ 4. Եթե թարգմանիչ չկա, ապա եկեղեցում լռեք։ Չնայած լեզուներով խոսելը եւ թարգմանելը տարբեր պարգևներ են, համենայն դեպս դրանք չեն կարող առանձին օգտագործվել։ Թարգմանիչը չէր կարող իր շնորհը կիրառել, եթե ինչ որ մեկը չէր խոսում անծանոթ լեզվով։ Իսկ խոսողը չպետք է օգտագործեր իր շնորհը, եթե չկար մեկը, որ կթարգմաներ ասվածը։
Եվ սա հստակ ցույց է տալիս, որ լեզուներով պետք է խոսել այն ժամանակ, երբ թարգմանիչ կա, հակառակ դեպքում պետք է լռել։ Պողոսի հրահանգը, տեսեք, ենթադրում է, որ ժողովը գիտեր, թե որ հավատացյալներն ունեն թարգմանության պարգևը։ Եթե այս մարդկանցից ոչ մեկը ներկա չլիներ պաշտամունքին, կանոնը պարզ էր, թարգմանիչ չկա, լեզուներով խոսելը արգելվում է։ Բայց Աստված չէր կարող եւ չի կարող մինչեւ հիմա տալ լեզուների պարգև եկեղեցու անդամներին, բայց չտա զուգահեռ թարգմանիչ։ Ինչպես սկզբում ասացի, Աստված կարգ ու կանոնի Աստված է, եւ նա իր եկեղեցում նույնպես ուզում է, որ լինի կարգ ու կանոն։ Եվ նա չի կարող տալ լեզուներով խոսելու պարգևը առանց թարգմանչի, որը իր եկեղեցում կստեղծի պարզապես նույն Կորինթոսի վիճակը, խառնաշփոթություն։ Իսկ այսօր խարիզմատները, որ ասում են, թե անձնական կերտման համար է, դա սուտ է եւ կեղծ ոգեշնչում է ավելի շուտ։ Եթե այն չի թարգմանվում, որ իմանաս ինչ է տրվել քեզ ասելու, ոնց կարող է քեզ կերտել, եթե դու դա չես հասկանում։ Եվ ի վերջո, կրկին ասենք, որ այն անհասկանալի հնչյունները կապ չունեն ճշմարիտ լեզուների պարգևի հետ։ Ճշմարիտ լեզուները Գործք առաքելոց 2-րդ գլխի լեզուներն էին, 17 երկրների լեզուներ, իսկ այն, ինչ անում են հիմա, դիվային է եւ հեթանոսական աստվածների պաշտամունք է։ Գիտեք ինչու է այս թափթփված վիճակը խարիզմատների մոտ, որովհետեւ խոսքից չեն խոսում, մտքներով ինչ անցնում է քարոզում են եւ իրենց լսող ժողովուրդը չի ասում։ Որ տեքստից ես վերցրել, որ դա հրեշտակի լեզուներ է եւ պետք է յուրաքանչյուրը խոսի այդ լեզուներով, որտեղից ես դու դա վերցրել, ինչ ես ընդհանրապես քարոզում, ինչի հիմքի վրա ես դու ասում դա հրեշտակի լեզուներ է եւ սա մեզի առաջ է տանում եւ այլ, մեկ էլ շփոթում են, ասում են դե հոգին է մեր փոխարեն աղոթում, հետո ասում են դե սին կերտման համար է, հետո ասում են ուրիշի բժշկության համար է։ Նայեք ինչ իրանք չեն հասկանում, ոնց հարմարացնում են, այդպես խոսում են։ Կխնդրեմ ուշադիր եղեք, տեսեք Պետրոս առաքյալը ինչ է գրում իր նամակում, առաջի Պետրոս 4:11 համարը։ Եթե մեկը խոսում է, թող խոսի ըստ Աստծո պատգամների։ Եթե մեկը խոսում է, թող խոսի ըստ Աստծո պատգամների։ Եթե մեկը քարոզում է, նա պետք է համոզված լինի, որ իր ասած խոսքերը հենց այն խոսքերն են, որոնք Աստված է փոխանցել, որը Սուրբ գրքից դուրս չեն, խոսքի վրա չի ավելացվում եւ չի պակասեցվում։ Ահա թե ինչ է նշանակում խոսի ըստ Աստծո պատգամների այս արտահայտությունը։ Յուրաքանչյուր ոք, ով որևէ ծառայություն է մատուցում, պետք է դա անի այն խոնար գիտակցությամբ, որ Աստծո խոսքը չի փոխվում։ Այդ դեպքում փառքը կտրվի Աստծուն, նրան, ում այն պատկանում է իրականում։ Մարդը չպետք է հպարտանա քրիստոնեական ծառայության իր արտասովոր տաղանդներով։ Նա այս պարգևը ձեռք չի բերել իր սեփական ջանքերով, այլ ստացել է այն վերևից։ Բոլոր ծառայությունները պետք է կատարվեն այնպես, որ պատիվը տրվի Աստծուն։ Ինչպես Պետրոսն է նշում, այս պատիվը տրվում է Հորը Հիսուս Քրիստոսի միջոցով որպես միջնորդ, քանի որ Աստված մեզ ամեն ինչ տալիս է նրա միջոցով։ Այս օրհնյալ փրկիչն է փառքը եւ իշխանությունը հավիտյանս հավիտենից ամեն։ Իսկ այսօրվա շատ եկեղեցիներում չենք տեսնում, որ խոսքը ըստ Աստծո պատգամի խոսան, այլ տեսնում ենք, ինչ ենք տեսնում, իրենց խոսքը հաստատելու համար Աստվածաշնչից 1-2 համարներ են բերում, դևեր են հանում, ինչ որ հատուկ մարդկանց շահելու համար անընդհատ Facebook-ներով, այլ սոցցանցերով ռեկլամ, սա ռեկլամ է կոչվում, գովազդ է կոչվում, գովազդ են անում, եկեք բժշկության պարգև կա, ինչու բեմերը լցնեն,
դևեր են հանում, բժշկության պարգևներ, հոգեբանություն են քարոզում, կենցաղ են քարոզում եւ այլ եւ այլ եւ այլ։ Սա ըստ Աստծո պատգամների չէ, որ տեսնում ես ուղակի բարբաջում են, սատանան ոտների մեր ոտների տակն է, ստեղ են գցել, մենք արդեն հզորներ ենք, մենք էս ենք։ Սա պարզապես գիտեք որն է, մարդկանց նարկոզ են տալիս, որպեսզի այս մարդիկ քնեն մոլորության մեջ, բայց այն, ինչը որ Տերն է պատվիրել, այդպիսի պատգամներ մենք չենք տեսնում, որ պետք է անենք։ Եկեք մեկ երկու կիրառական քայլեր էլ նայենք եւ ավարտենք։ Ուրեմն հորդոր բոլորին նախ եկեք սերտենք Աստծո խոսքը, ուսումնասիրենք Աստծո խոսքը, որպեսզի կարողանանք եկեղեցում մարդկանց շինության համար Աստծո խոսքը քարոզենք, որտեղ Աստծո խոսքի մեջը հենց զորություն է, որից որ կարող է մարդը կերտվել։ Աստծո խոսքի միջոցով մենք կարող ենք հոգևոր շինություն ստանալ, խոնարհություն ստանալ, հեզություն, մեղքից փախչել, չարին հակառակ կանգնել եւ Քրիստոսին նմանվել։ Խոսքը, միայն խոսքը, խոսքից դուրս ինքնակերտմամբ պետք չէ զբաղվել, որը պարզապես ձեզ մոլորեցնում է, որոշ էքստազի մեջ եք ընկնում, ինչ-որ փոքր ադրենալին եք ստանում այդ լեզուներից եւ մտածում եք, թե սա Սուրբ Հոգին է, բայց այդտեղ Սուրբ Հոգին չկա, Սուրբ Հոգու գործը այդտեղ չկա։ Եվ երկրորդը, հետևեք 27-28 համարների կիրառությանը։ Եթե մեկը անծանոթ լեզվով է ասում է խոսում է, թող 2-3 հոգի լինեն, եւ այդպես դուք կբացահայտեք, որ այս ամենը պարզապես կեղծ է, կբացահայտեք, որ այդ լեզուները իրական լեզուները չեն, եւ սա ձեզ չի տանում ճշմարտության, սա չի կարող որևէ մեկը թարգմանել, եւ եղել են, գիտեք, անգամ փորձեր, ուրեմն մեկը խոսացել է լեզուներով, այս մարդն էլ է լսել, այս մարդն էլ է լսել, բայց տարել են տարբեր տեղեր, ասել են դե թարգմանեք, այս մեկ ուրիշ բան է թարգման, այս մեկ ուրիշ, իրանց երևակայել են, թե իբրև թարգմանիչներ են։ Եվ ինչ են արել, էսի ընդհանրապես ուրիշ բան է ասել, թե իբրև այս մարդը այդ լեզուներով խոսացել, այս մեկը այսի։ Բերել են երրորդ անձին են ընդհանրապես ուրիշ բան ասել, երրորդ անձը։ Պատկերացնում եք, այստեղ հենց այս մոլորությունները պարզապես մարդիկ չեն ընդունում։ Դե իրենցից թաքնված է, իրենց չեն թողում, ասում են մկրտականները խաբում են ձեզ եւ նորից սա հրեշտակի լեզու է, չեն թողում, որ մարդիկ, գիտեք որն է, Տերը ասաց, չեք փրկվում եւ չեք էլ թողում, որ ուրիշները փրկվեն։ Հետևաբար, եթե դուք իրոք սիրում եք Աստծո խոսքը, պահպանեք այս կարգ ու կանոնը։ Եթե թարգմանող չկա, եթե դուք իրոք սիրում եք Աստծուն, դուք լուռ կմնաք։ Տերը օրհնի բոլորիդ եւ իր խոսքը եկեք աղոթքանենք եւ ավարտենք։